Այսօր պարզվեց, որ Սամվել Կարապետյանը աստորեն իր թիմում ներգրավել է մի գեներալ, Իսրայելի գեներալ, որը հայտնի է նրանով, որ ինքը երկար ժամանակ եղել է Իսրայելի հակաօդային պաշտպանության պատասխանատու գեներալ, ու այսօր ինքը զեկույց էր կարդում Հայաստան, այդպես կարդացի ես ամենայն դեպս, ինչ որ է, որի անունը Ցվիկա Խայմանովիչ, իմիջիալոց Ցվիկա, ոչ թե Զվիկա, վերցնում անգլերենից թարգմանում են, չիմանալով Զվիկա չկա բառ, չկա անուն, իրանց Ցվիկա է, մի խոսքով, Ցվիկա Խայմանովիչ, որը հենց դրոնների հակաօդային պաշտպանության մասնագետ է, եւ որը նաեւ Արցախյան պատերազմի ժամանակ առաջի 20 թվականին եւ դա նախորդած տարիներին ապահովել Ադրբեջանին հայտնի դրոններով, կամիկաձեներով, որոնք սպանում էին մեր զինվորներին։ Եվ այսպես, նախ ասեմ, որ առաջի հայտարարությունից հետո, որ դա լինելու է Սամվել Կարապետյանը ապագա մեր վարչապետ, մեկ էլ կա ժամանակամիջոցից հետո Հայաստանի քաղաքական դաշտում միանգամից սկսեցին հոսքեր դեպի Սամվել Կարապետյան, մասնավորապես Էդմոն Մանուկյան, մասնավորապես Արա Պապյան, շատերը համար անակնկալ էր, իմ համար բոլորովին անակնկալ ոչինչ չկար այնտեղ, եւ այսօր այս հայտարարությունից հետո, որ հեսա Իսրայելի բան ենք բերում, մասնագետ ենք բերում, ապագա ուժեղ Հայաստանում հակաօդային պաշտպանության համար, իսկական ավելի մեծացավ, դե ինչքանով է հրաշալի գաղափարը, որ հեսա աշխարհամենա, ես բառերն եմ ասում, աշխարհամենա կատարյալ հակաօդային պաշտպանություն ունեցող երկրի գեներալը գալու է Հայաստանի օդային պաշտպանությունը զարգացնելու համար։ Ես վստահ եմ, որ շատերը ունեն տարբեր կարծիքներ այս առումով, միջև ես իմ կարծիքը այդ մասին կասեմ, փորձենք հասկանալ ինչ է նշանակում սա։ Առաջին հարցը, որ ես ուզում եմ տամ եւ ուզում եմ դուք պատասխանեք եւ պատասխանեն բոլոր նրանք, ովքեր տեղյակ են, ոնց է ստացվում, որ պատերազմի ժամանակ Իսրայելի բանակի գեներալ, թեկուզ ինքը արդեն թոշակի է, հայտնվում է Հայաստանում, ընդ որում ես շատ կասկածում եմ, օրինակ, որ Նարեկ Կարապետյանը կամ Սամվել Կարապետյանը, չնայած Սամվել Կարապետյանը հիմա բանտում չէր կարող, ասենք Նարեկ Կարապետյանը Վենայի ինչ-որ սրճարանում նստած սուրճ էր խմում, մեկ էլ պատահմամբ, ասենք, այդ Ցվիկան հայտնվել է կողքի սեղանում, շփվել են, հա, ոնց ես, ոչ ես, ինչ ես աշխատում, դե ես պաշտպանող գեներալ եմ, կգաս մեր երկիր, ասենք, հակաօդային պաշտպանությունը զարգացնես, ընչի չեմ գա։ Հա, ես շատ կասկածում եմ, որ նման հանդիպում է եղել, նման խոսակցություն է եղել, եւ սենց անհատական պատահական կոնտակտներով հնարավոր էր Հայաստան բերել, այն էլ նույնիսկ եմ ասում, Հայաստան Իրանից մի 200 կիլոմետր հեռու, որտեղ պատերազմի մեջ է Իսրայելը։ Հա, Որտես պատահական հանդիպումների եւ պայմանավորվածությունների արդյունքում մեկ էլ միամիտ հայտնվում է ինքը Հայաստան։ Բնականաբար այս պայմանավորվածություններն եղել են վաղուց, բնականաբար այս պայմանավորվածության հիմքում կանգնած են մարդիկ, որոնց մենք չգիտենք հիմա ովքեր են։ Փորձենք հասկանալ ովքեր կարող էին լինել, ովքեր ունեն դոստուպ, այսինքն ովքեր ում համար են հասանելի Իսրայելի գեներալները եւ ինչ կապի միջոցներով, որոնք կարող են երաշխավորել անվտանգություն եւ այլն եւ այլն, հələ մի հատ էլ ապահովել գումար դրա դիմաց, որ ինքը գա, հա։ Հասկացաք, չէ՞ որ ստեղ արդեն Նարեկ Կարապետյանից մի քանի գլուխ բարձր ինչ որ մարմիններ են կանգնած, այս հանդիպման կազմակերպման եւ երաշխիքներ տալու հետևում։ Ամենակարևորը սա քաղաքական որոշումը։ Սա քաղաքական որոշում է, եւ այս որոշման դաբրոն պետք է տային երկու տեղ առնվազն Մոսկվայում եւ Թել Ավիվում։ Առանց սրա գեներալը գա Հայաստան զարգացնի պաշտպանության հակաօդային պաշտպանություն, ընդ որում ումից իրենց ես գործընկեր Ադրբեջանից, հա։ Այսինքն ինչ է ստացվում։ Իսրայելը մեզ պաշտպանելու է իր գործընկերից, գործընկերոջ արձակումներից, հա, դες է դուրս գալու, ընդ որում FSB-ի թույլտվությամբ, որովհետև ես կարծում եմ Հայաստանում չկա մարդ,
որ վստահ չի, եթե Սամվել Կարապետյանը մի բան, այն էլ այս մասշտաբի նախաձեռնում է, ես ասում Սամվել Կարապետյանի անունից, բնականաբար ինքը չի նախաձեռնել, հա, անունից իր դեմքի տակ sense բան նախաձեռնողը անպայման պետք է ունենա FSB-ի թույլտվությունը, որ նման նախաձեռնություն անել։ Այսինքն ինչ է ստացվում FSB-ի թույլտվությամբ, հրեական համաձայնությամբ մեզ տալիս են չեն տալի, պետք է զարգացնեն հակաօդային պաշտպանություն, որը պետք է պաշտպանի իրենց բարեկամից, մի քիչ աբսուրդ է սպասում, այս ամեն ինչը։ Սա հարց առաջին, հարց երկրորդ։ Արդյոք սա նշանակում է, որ սկսվել է ուղիղ պայքար Իսրայելի աջակցության համար Հայաստանում։ Ես մակասում ում դեմ պայքար, ում մեջ պայքար։ Այո։ Արդյոք ստացվում է, որ Թրիպը չստացվելուց հետո պետք է գտնենք ճանապարհ Իսրայելի մուտքը ապահովելու տարածաշրջան։ Հա։ Արդյոք սա է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը իրեն ճղելով բոլոր հնարավոր մարմնի մասերը ճղելով ուզում էր ապահովել Թրիպ, որը չեղավ ու չի լինելու, ես վստահեցնում եմ, դե լավ, Թրիպի մասին զգում եք, խոսք չկա։ Չի լինում, իրենց տապալվեց, այ հիմա մենք կգանք առաջ, հակաօդային պաշտպանություն եք ստեղծում Իսրայելի հետ։ Ընդ որում միանգամից էս ռուսական թևը սկսում է գովա, թե դա ինչ մի հրաշալի բան է, արդեն չգիտեմ եթե ռուսական թևն է, թե իսրայելական թևն է, ճիշտ ասած։ Ո՞նց է ստացվում, ասենց ամեն ինչ համընկնում է։ Դա հասկանանք, էլի։ Ես չգիտեի, որ Իսրայելը այսքան աջակցություն ունի Հայաստանում։ Չեմ ասում մեծ, այսքան։ Այսինքն Նիկոլը տապալեց, բայց Իսրայելի մուտքը պետք է ապահովել։ Մոսադը պետք է լինի անպայման ներկա Հայաստանում, հա, գեներալի ձևով, Թրիպի ձևով, չգիտեմ, անցուդարձը վերահսկելու ձևով, այսինքն որոշում կա, որ Հայաստանը պետք է լինի Մոսադի տիրապետության տակ, որպես դրտեսական կենտրոն լինել ոչ ավել ոչ պակաս օդային տարածքով։ Իսկ որևէ մեկը կասկածում է, որ Իսրայելի գեներալը չի ծառայում Մոսադին։ Դա գալու է Հայաստանին ծառայելու, հա, եւ պաշտպանելու է հայկական տարածքային ամբողջականության բանը, ասենց ասեմ, հետաքրքրությունները։ Չկա նման բան։ Հրեան, այլ զինվորական հրեան, դա երթում է տալիս Սիոնի լանջերին։ Նրա ամբողջ կյանքի իմաստը Սիոնին ծառայելն է։ Անկախ նայես դու ինչի համար փողը կտաս։ Եվ այսպես, ինչ է ստացվում։ Մոսադը պետք է լինի Հայաստանում։ Նիկոլը չի կարողանում ապահովի, փորձենք Սամվել Կարապետյանի ձեռով բերենք։